այս ընտրություններին Հայաստանի հասարակությունը մի 5-6 հարցի ունի պատասխանելու։ Առաջին հարց՝ պատերազմ թե խաղաղություն։ Երկրորդ հարց՝ ժողովրդավարություն թե ոչ։ Երրորդ հարց՝ գուբերնիա թե ինքնիշխանություն։ Չորրորդ հարց՝ ուրեմն աշխարհաքաղաքական կողմնորոշում, արևելք, արևմուտք, հյուսիս, հարավ, թե դեռևս չպատասխանել այդ հարցին, որովհետև դա էլ է պատասխանեսպայության որևէ պատասխան չանելը, հա։ 5-րդ հարց՝ մի քանի այսպիսի մեծ հարցեր կան, որոնց ընտրելով մարդը պատասխան է տալու։ Այս ընտրություններում կա հստակ ուրեմն ձևավորված երկու բևեռ եւ երրորդ բևեռ, որի մասին մի փոքր ավելի ուշ կասեմ։ Մի բևեռը դա իշխանության բևեռն է, երկրորդ բևեռը դա ուրեմն այնա ինչ որ իշխանությունները ասում են եռագլուխ հրեշ, Կրեմլի վկաներ կամ չգիտեմ, մի քանի կուսակ 3-ից ավել են իմ կարծիքով դրանք, ուղղակի այդպես տարբեր ճամբարներով են խաղում, որոնք որ ընդհանուր առմամբ մի բան է իրանց միավորում, դա այն բոլոր հարցերը, որ ես տվեցի, այդ հարցերին մի քիչ այլ պատասխաններ է, քան օրինակ ես կուզեի տեսնել, հա։ Բայց այս ամբողջ պատմության մեջ ես կարծում եմ Հայաստանի քաղաքական դաշտում կան նաև այլ կուսակցություններ, իմասնավորի ձեր կուսակցությունը, իմասնավորի մի քանի այլ ժողովրդավարական արժեքների կրող կուսակցություններ, որոնց դերը ես չափազանց կարևոր եմ համարում։ Ինչ նկատի ունեմ։ Տեսեք, եթե այդ կուսակցությունները մտնում են խորհրդարան, մենք ունենում ենք խորհրդարան, որտեղ առնվազն ունենում ենք խորհրդարանական այլընտրանք, ժողովրդավարական այլընտրանք իշխանությանը, այլ չենք ունենում իրավիճակ, երբ որ իշխանության այլընտրանքը ըստ էության հրեշներն են, որտեղ վերջին 8 տարիների պատմությունն է նրա, որ իշխանության այլընտրանքը մարդակերներն են, հա։ Ու այս առումով շատ կարևոր է, որ Հայաստանում վերջապես ձևավորվի ժողովրդավարական, նորմալ, adekvat ընդդիմություն, խորհրդարանական ընդդիմություն, այլընտրանք ձևավորվի ժողովրդավարական։